Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը գաղտնազերծել է դիվանագիտական փաստաթղթեր, որոնք վկայում են 90-ականների վերջին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան հարցը տարածքների փոխանակմամբ, Մեղրին Ղարաբաղի դիմաց։ Ամերիկյան դիվանագիտական այդ հեռագրերը բացահայտում են մանրամասներ, որոնք մինչ օրս երբեք չէին հրապարակվել։ Հրապարակումը ազդեցիկ լուսաբանում էր։ Հեղինե Բունյացյանը իր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերով մասնագիտական էթիկայի պահպանմամբ բացահայտել է Հայաստանի հանրային քաղաքական կյանքի ամենակննարկվող թեմաներից մեկը Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած բանակցությունների մի փուլը։ Մրցանակաբաշխությանը ներկայացված հրապարակումներից հենց այս մեկը հաղթող ճանաչվեց նաև, քանի որ մյուս նյութերից առանձնանում էր նաև իր արժեքով։ Իրանք ավելի մաքրասեր են, քիչ ավելի սենց հողին չեն քսում։ Հնարամիտները թաքցնում են աղբա այ էստեղ, ծառերի արանքում։ Ծննդյան օրն է այսօր, ով որ ուզում է շնորհավորել, թող մի պարկ, մի տոպրակ աղբ հավաքի, ինքը այդպիսի նվեր է սիրուն ընդունել, արդեն լսեցիք, եւ իր շուրջը մաքրի ու այդ նկարներն ուղարկի, որ ամեն մեկս մի քառակուսի մետր գոնե մաքրել է։ 2016 թվականին Ստեփանակերտում բացվեց Վարդակ փաբը։ Ունցապրինք։ Նաև Հասմիկը կատարել է մասշտաբային աշխատանք, մեկ հոդվածով կամ մեկ ռեպորտաժով չի սահմանափակվել, մի ամբողջ շարք է ներկայացրել։ Այդ իսկ պատճառով որոշեցինք ժյուրի անդամներով, որպեսզի Հասմիկի շնորհենք հատուկ մրցանակ։ Իմ բոլոր հերոսները տալիս են հարցի պատասխանը, որ մենք բոլորս փնտրում ենք 2020-ից այս կողմ, ինչպես ապրել այն ամենի հետ, ինչ մեզ հետ կատարվեց։ Նրանք կյանքը զրոյից սկսող արցախցիներ են եւ փորձում են իրենց բանաձևը տալ, ինչպես ապրենք, ոնց ապրենք։ Շնորհակալ